Իսկ այս արհեստական արբանյակները տիեզերք հասնում են։ Փոքրիկ լոռեցիներն իրենց հետաքրքրող հարցերն են տալիս դպրոց այցելած հյուրերին, որ դատարկաձեռն չեն եկել։ Ով էր պատրաստում տիեզերք ուղարկել։ Վերգետնյա կայանով պարաշուտով այս փոքրիկ սարքերը, որ երկինք են բարձրանում մինչև 300 մետր, կարող են տեսանկարահանել, ձայնագրել ու տարբեր տվյալներ հավաքել։ Պատկերացրեք ոնց որ բջջային հեռախոս։ Բջջային հեռախոսը նկարում է, բջջային հեռախոսը խոսում է, բջջային հեռախոսը շատ գործ է անում, նույնալ արբանյակը անում է։ Յուքոմը տիեզերական կրթությունը բերել է Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան համար 25 հիմնական և Օձունի Հովհաննես Օձնեցու անվան համար 1 միջնակարգ դպրոցներ։ Ընկերության գլխավոր տնօրենը տիեզերք 1 ուսումնական փաթեթներն աշակերտներին է հանձնում։ Հավակնում ենք, ուզում ենք, ցանկանում ենք հասնել այնպիսի տեխնոլոգիական մակարդակի, ու կարծում եմ, երբ որ սկսենք աշխատենք պատանիների և դասարակների վրա, անպայման դա մոտակա ապագայում կստացվի։ Այս ուսումնական ծրագրի նպատակը դպրոցականների և ուսուցիչների համար տիեզերագիտությունն ու տիեզերական ինժեներական կրթությունը հասանելի դարձնելն է։ Յուքոմ ընկերությունը, որ կարևորում է տեխնոլոգիական կրթությունը, ծրագրի կարևոր աջակիցն է։ Մեր համագործակցությունը սա միայն սկիզբն է, կհուսանք, որ հաջորդ տարի 26-ին մենք արդեն շատ ավելի դպրոցներում, ամեն դպրոցներում մեջ ուզում ենք սա տեղադրել։ Մեծ հնարավորություն է այս նախագիծը դպրոցականների համար, մոտ ապագայում աշակերտներն իրենց ձեռքերով կստեղծեն արհեստական փոքր արբանյակներ, նրանց կաջակցեն իրենց վերապատրաստված ուսուցիչները։ Որպես մասնագետ զգում եմ, որ այս հուշագրի խորքում լույս կա և սա աստղագիտությանը նոր շունչ տվող ծրագիր է, հավատացած եմ, որ իր արդյունքը կունենա։ Ժամանակի պահանջ է տեխնոլոգիաներին տիրապետելը, ասում են դպրոցի տնօրենները, ուսուցիչները, իրենք գոհ են այս համագործակցությունից։ Ուրախ եմ այս համագործակցության համար, որը մեծ հնարավորություն է ստեղծում երեխաներին զարգացնելու տեխնիկական գիտելիքները, տեխնիկական կրթությունը երեխաների մոտ, նաև մոտիվացիան։ Ժամանակները փոխվում են և հիմա ժամանակի պահանջ է տեխնիկաների, տեխնոլոգիաներին լավ տիրապետելը։ Դասարանից ուղեծիր գաղափարը իրականություն կդառնա։ Շատ ժամանակ չանցած դպրոցականները կկարողանան ստեղծել իրենց սեփական մինի արբանյակները և դրանք կհասնեն տիեզերք։ Աննա Գյուլնազարյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։